Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 30 սեպտեմբերի օրը երեքշաբթի բարի երեկո։ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական այցելել է Վարդենիսի Աստղավարդ հասարակական կազմակերպություն։ Սա դեսպանի երկրորդ այցն է և կապված է այն աջակցության հետ, որ Ճապոնիայի կառավարությունը ցուցաբերել է կազմակերպության վերականգնողական կենտրոնի համար տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու գործում։ Վարդենիսի Աստղավարդ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների հասարակական կազմակերպությունը հյուրընկալել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։ Սա դեսպանի երկրորդ այցն է և այն այս անգամ ավելի շատ բարեկամական է, քան պաշտոնական։ Հասարակական կազմակերպությունը 2 տարի առաջ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ կարողացավ լուծել խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերից վերականգնողական կենտրոնի շահառուների տեղափոխության խնդիրը։ Հատկապես սենաշարժական խնդիր ունեցող երեխաների համար շատ դժվար է եղել սովորական մեքենաներով կամ այլ տրանսպորտային միջոցով տեղափոխվել ծառայությունները ստանալու։ Իսկ ծառայությունները եթե շարունակական չեն եղել, չեն տրամադրվել, ուրեմն ամեն մի արդյունք այլևս անիմաստ է և բերում է նաև անդառնալի փոփոխությունների։ Առաջին այցի ընթացքում դեսպանը ծանոթացել էր հասարակական կազմակերպության գործունեությանն ու կարիքներին, տեղեկացել այն դժվարությունների մասին, որ կային ձեռքբերումներն ամրապնդելու գործում։ Այժմ Սահիկ Աշարը պատկերավոր ներկայացնում է այն դրական փոփոխությունները, որոնց հնարավոր է եղել հասնել տարբեր կառույցների և անհատների գործակցության արդյունքում։ Վերականգնողական ծառայություններից օգտվող երեխաներն ու մեծահասակները դարձել են առավել ներգրավված։ Հնարավոր է եղել ապահովել նրանց մասնակցությունը ոչ միայն կենտրոնի, այլև համայնքային միջոցառումներին։ Երեխաների կյանքում եղել են մեծ դրական փոփոխություններ, բարելավել է նրանց կյանքի որակը, անկախացել են նրանք իրենց ընտանիքներից, շարժումները եղել են ավելի կատարելագործված, ձեռք են բերել ընկերներ, տարբեր համայնքների բնակիչները միաձուլվել են, միասին են արդեն, օգնում են միմյանց։ Այս կենտրոնի և համայնքի մասով կա մի կարևոր բառ՝ ներառականություն։ Այս բառը հաճախ օգտագործում ենք բնորոշելու համար, թե որքան է հաջողել համայնքը։ Այստեղ տեսնում ենք, որ տարբեր մարդիկ միավորվելով կարողացել են մեծ դրական փոփոխություն կատարել։ Շատ կամավորներ են ներգրավված եղել, տարբեր ֆինանսավորողներ։ Ճապոնիայի դեսպանատունն ուրախ է լինելու շահագրգիռ գործընկերներից մեկը, Վարդենիսն առավել ներառական դարձնելու գործում։ Ձեռք բերված 2 միկրոավտոբուսներից մեկը հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժի համար։ Տրանսպորտային միջոցների շահագործման և պահպանության ծախսերն ամբողջովին ստանձնել է Վարդենիսի համայնքապետարանը։ Տարբեր բնակավայրում ունենք խնդիր ունեցող երեխաներ, որոնք կարիք ունեն իրոք շփվելու, գալու եւ կենտրոն, եւ նաեւ կազմակերպված ճամբարներ, եւ նաեւ հասարակության ինչ-որ գործընթացներում մասնակցելու համար ուրախություն մեզ կարող ենք գոնե ինչ-որ չափով ի նպաստ լինենք այդ երեխաներին, օգնենք նման երեխաներին ինտեգրվելու։ Ճապոնիայի դեսպանի հետ այցն ամփոփվում է երեխաների հետ շփմամբ, ովքեր դեսպանին են հանձնում Հայաստանի և Ճապոնիայի բարեկամությունը խորհրդանշող հուշանվեր։ Անահիտ Կարեյան, Ալվարդ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Մարտունի քաղաքի 2 փողոցներում ենթակառուցվածքների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքներ են ընթանում։ Շինարարությունները կատարվում են պետական և համայնքային բյուջեների միջոցներով։ Մարտունի քաղաքի Միասնիկյան և Երևանյան փողոցներում մի քանի ենթակառուցվածքների հիմնանորոգում է իրականացվում։ Շինարարական աշխատանքները կատարվում են պետական սուբվենցիոն և համայնքային ծրագրերով։ Պետբյուջեի միջոցներից շուրջ 677 միլիոն դրամ է հատկացվել նշված 2 փողոցների ասֆալտապատման և մայթերի վերակառուցման համար։ Ավտոճանապարհի հիմնանորոգման գլխավոր արգումենտը դա ջրահեռացման համակարգն է, որը այս պահին մենք իհարկե կառուցում ենք։ Ավտոճանապարհի երկարությունը 2 փողոցներին միասին կազմում է կիլոմետր 700 մետր։ Շինաշխատանքները նույնպես կատարվում են ժամանակակից նորմատիվներին համապատասխան, աշխատում ենք ամբողջ տեմպով, որպեսզի ճիշտ ժամանակին ավարտենք եւ շահագործման հանձնենք մեր բնակչությանը։ Երևանյան փողոցում ջրահեռացման ներքին և Միասնիկյանում արտաքին ցանցերի կառուցմանը զուգահեռ արդիականացվում են նաև գոյագծերի դիտահորերը։ 60-ականներին և 80-ականներին կառուցված գոյագծերը գործող են, սակայն դրանց շուրջ 55 դիտահորերը քայքայված են։ Դրանց փոխարինումը նորերով կատարվում է համայնքային բյուջեի միջոցներով։
Քանի որ պետք է ունենանք վերջնական լավ կառուցված, վերակառուցված փողոց քննարկման արդյունքում որոշեցինք, որ նաև պետք է փոխենք դիտահորերը, հետագայում զերծ մնալով ասֆալտի շերտը քանդելուց եւ վնաս տալուց։ Կարելի ասել դիտահոր գոյություն չունի, լրիվ քայքայված, քարերով հավաքված ինչ-որ մի զանգված է։ Լրիվ տեղադրվում է նոր դիտահոր, ներքևը կատարում է բետոնային աշխատանք, խողովակի կողքերը B15 բետոնով, խտացված բետոնով, իրա վրա տեղադրվում է նորից բետոնով դիտահոր, կա կրկնակի դիտահորեր ըստ խորության հետակը պայմանավորված, կա մի դիտահոր։ Որպեսզի հետագայում հիմնանորոգված ճանապարհահատվածը չքանդեն, միանգամից արտիականացվում է նաև Երևանյան եւ Միասնիկյան փողոցների շուրջ 2 կիլոմետր երկարությամբ արտաքին լուսավորության ցանցը։ Մոտ 123 միլիոն դրամ արժողությամբ այս աշխատանքներն էլ կատարվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Ըստ ծրագրի պետք է բոլոր վերգետնյա մալուխային ցանցերը անցնեն խրամուղիներով, մալուխատարերով ստորգետնյա։ Նաև տեղադրվել են նոր հենասյուններ լուսավորության համար, որոնք ցինկապատ են, որոնք եղանակային տարբեր պայմաններում իրենց ավելի լավ են դրսևորում։ Ինչպես նաև տեղադրելու են ժամանակակից LED լուսատուներ։ Շինարարական բոլոր աշխատանքները մեկնարկել են սեպտեմբեր ամսվա սկզբին, իսկ ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Ամքոր Հայաստան բարեգործական հիմնադրամի եւ Գավառի ուսուցողական կենտրոնի համագործակցության արդյունքում կենտրոնը ձեռք է բերել անհրաժեշտ գույք եւ խոսքի հմտությունների թեմաներով դասընթացներ կազմակերպելու հնարավորություն։ Աջակցությունն իրականացվել է Էթիկայի դպրոց բարեկիրթ սերնդի համար ծրագրի շրջանակներում։ Ամքոր Հայաստան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Գավառի ուսուցողական կենտրոնում իրականացվում է Էթիկայի դպրոց բարեկիրթ սերնդի համար ծրագիրը։ 2 միլիոն դրամի շրջանակներում կենտրոնը ձեռք է բերել ինտերակտիվ գրատախտակ, խոսափող եւ բարձրախոսներ։ Միաժամանակ մեկնարկել եւ ընթացքի մեջ են դասընթաց հանդիպումներ էթիկայի եւ հաղորդակցման թեմաներով։ Դիմեցինք Ամքոր Հայաստան բարեգործական կազմակերպությանը, ստացանք աջակցություն իրականացնելու Էթիկայի դպրոց բարեկիրթ սերունդի համար ծրագիրը, ինչի համար ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել կազմակերպությանը, հանձին տնօրեն Գոհար Գրիգորյանի մարդասիրական աջակցության եւ վստահության համար։ Դասընթացները վարում են ոլորտի լավագույն մասնագետները։ Մասնակիցները Գավառ համայնքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներն են։ Շնորհակալություն կազմակերպման համար, հրավերի համար, հուսամ շարունակական կլինի այս դասընթացը եւ մեծ հնարավորություն ինչու՞ չեն ոչ միայն դասախոսներից, այլ նաեւ ուսուցիչների համար, դրանց ովքեր որ ղեկավար անձնակազմում են աշխատում, զարգացնել իրենց խոսքը եւ այն ճիշտ կիրառել իրենց ոչ միայն մասնագիտությունում, այլ նաեւ իրենց հետագա կյանքում։ Գավառի ուսուցողական կենտրոնում, որտեղ իրականացվում է տարբեր տարիքային խմբերի երեխաների արտադպրոցական ուսուցում, Ամքոր Հայաստան բարեգործական հիմնադրամի աջակցությունը նպատակային եւ կարեւոր է համարում կենտրոնի տնօրենը։ Մեր նպատակն է երեխաների մեջ ձևավորել բարձր արժեհամակարգ եւ ունենալ բարեկիրթ սերունդ։ Ծրագիրը կյանքի է կոչվել Գավառի ուսուցողական կենտրոնի նախաձեռնությամբ։ Ամքոր Հայաստան բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Իսկ այժմ առաջարկում եմ ձեզ դիտել Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականի իլրումն բաժինը։ Մնացեք խաղաղությամբ։ Գավառ քաղաքի Արցվաքար թաղամասում Արցախյան պատերազմներում զոհվածների հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունն է։ Այսօր հավաքվել ենք այստեղ եւս մեկ անգամ մեր խոնարհումն ու հարգանքը մատուցելու հայրենիքի պաշտպանության գործում բոլոր ժամանակներում իրենց կյանքը զոհաբերած արցվաքարցի հայրենիներին։ Մասնակցում են Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, զոհվածների ծնողներ ու հարազատներ, արցվաքարցիներ ու հյուրեր։ Հուշակոթողը բացում են Գուրգեն Մարտիրոսյանը եւ 44-օրյա Արցախյան պատերազմում զոհված Անդրանիկ Գրիգորյանի հայրը Կարեն Գրիգորյանը։ Ծաղիկներ են խոնարհվում անմեղ զոհերի հիշատակին եւ ծաղիկների հետ յուրաքանչյուրի սրտից մի կտոր թախիծ է պոկվում, աչքերից արցունք թափվում եւ անուն առ անուն տղաների անունն է հնչում։ Անդրանիկ Կարենի Գրիգորյան, Արմեն Գեղամի Աղեկյան, Արամ Խաժակի Պողոսյան, Արման Ալիկի Ղանդիլյան,
Գեորգի Գագիկի Մնացականյան, Հովանես Վանիկի Ասոյան, Շիրակ Աշոտի Մանուկյան, Գարիկ Ռաֆիկի Հովսեփյան, Տիգրան Ռաֆիկի Յազերյան, Հրաչիկ Սերյոժայի Մխիթարյան, Գագիկ Վահրամի Գալստյան, Արսեն Արտեմի Պետրոսյան, Արտակ Հրանտի Ավետիսյան, Սերոբ Խորենի Աղեկյան։ Օրմեսի եւս արփեսի Գեղարքունյաց թեմի հոգևորականները Հայրավանքի վանահայր հոգեշնոր Տեր Բաբկեն Վարդապետ Սալբյանը եւ Գավառի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Նշան Քահանա Սարգսյանը օրհնության կարգ են կատարում, աղոթք բարձրացնելով զոհվածների հոգու հանգստության, նրանց վառ հիշատակի եւ երկրի խաղաղության համար։ Այսօր մեզ համար մեծ պատիվ է աղոթք բարձրացնել մեր ազգի եւ մեր ազգի զոհված երիտասարդների համար։ Արծվաքար գյուղը չէր կարող անմասն մնալ այս ամենից եւ իր 14 զավակներով եկավ միացավ այն անպարտ գունդին, որոնք անմահացան պաշտպանելով հայոց պետականությունը, հայոց սահմանները եւ մեր ազգը։ Շնորհակալանքի զոհվածներին հավերժ հիշելու եւ նրանց հիշատակը արժանապատվորեն կրելու ելույթներ են հնչում պաշտոնյաների, զոհվածների ծնողների եւ բնակիչների կողմից։ Գավառ համայնքը եւ մեր ողջ ժողովուրդը պարտավոր է շարունակել արժևորել մեր զոհված հերոսների գործը, ամրացնելով մեր երկիրը, պահելով մեր սահմանները եւ ամենօրյա աշխատանքով կառուցել ուժեղ Հայաստան։ Խոնարհվում է բոլոր մեր զոհվածների շիրիմի օրոք։ Շնորհակալությունս այնքան չափուսման չկա, որ ես էդի ասեմ անչափ շնորհակալ եմ Մարտիրոսյան քեզ։ Կեց է Հայաստանը, կեց են հայ ազատագրական մարտիկները, որոնք երեսաբար հնքան մարտերում, փառք նրանց ու կրկին նորից փառք, նրանց անունը միշտ վառ կմնա մեր ու մեր սերունդների սրտերում։ Հուշակոթողի բացման արարողությունն ուղեկցվում է ոգեկոչման միջոցառմամբ։ Այն ներկայացնում են Գավառ համայնքի մշակութային հաստատությունների երիտասարդ ուսուցիչները, արծվաքարի դպրոցականները։ Արարողությունը վարում է Գավառի դրամատիկական թատրոնի դերասանուհի Անուշիկ Զանգիզորյանը։ Նրանք իրենց ելույթներում եւս մեկ անգամ վերահաստատում են, որ զոհված տղաների սխրանքն անգնահատելի է, հիշատակը հավերժ։ Հուշակոթողի կառուցման նախաձեռնությունը Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանինն է, ճարտարապետը Ռաֆիկ Էրգնյանն է։ Հուշակոթողը կառուցվել է Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեի միջոցներով։ Հուշարձանի գլխավոր ուղերձը պայքարն է, այն արտահայտված է սրի տեսքով։ Սրի երկու կողմում հայոց բերդաքաղաքի պատիմի հատվածն է եւ հայոց հավատքի խորհրդանիշ խաչքարը։ Դրանք կանգուն են զոհված տղաների կյանքի գնով եւ կրում են տղաների անունները։ Ալվարդ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Գավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Գավառ քաղաքում գրական տոն է։ Գեղարքունիքի մարզային գրադարանի նախաձեռնությամբ կայանում է ժամանակակից գրող Աշոտ Աղաբաբյանի հանդիպումը ընթերցողների եւ հատկապես նրա գրականության երկրպագուների հետ։ Լսարանը բազմամարդ է։ Ամենատարբեր ոլորտների մասնագետներին միավորել է Աշոտ Աղաբաբյանի գրականության նկատմամբ սերը։ Ընթերցողները հնարավորություն ունեն ծանոթանալու իրենց սիրելի հեղինակի ընտանիքի անդամներին եւս, մայրիկին Լաուրա Աղաբաբյանին, եղբայրներին ժամանակակից հայտնի նկարիչ Նիկոլ Աղաբաբյանին, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանին։ Նրան ուղեկցում են նաև համայնքային եւ մարզային գրադարանների մշտական բարեկամներ Լևոն Բլբուլյանն ու Տիգրան Նիկողոսյանը։ Իդեպ Աշոտ Աղաբաբյանի հետ հանդիպումը կյանքի է կոչվում Տիգրան Նիկողոսյանի գործուն աջակցությամբ որպես գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավարի։ Աշոտ Աղաբաբյանի ստեղծագործությունները ոչ միայն գրական բարձր արժեք ունեն, այլև մեզ փոխանցում են խորքային գաղափարներ, հայրենիքի, մարդու ներքին ուժի, ճշմարտության որոնման եւ ազգային ինքնության պահպանման մասին։
Նրա իրական հերոսները մեզ սովորեցնում են ուժ գտնել դժվարին պահերին, հաղթահարել կասկածները և հավատալ գաղափարների ու արժեքների զորությանը։ Բանախոսություններն ընթերցողին ներկայացնում են Աշոտ Աղաբաբյան մարդուն և գրողին, նրա գրականության առանձնահատկությունն ու բերած թարմությունը։ Երկար տարիներ լրագրությամբ, ապա խմբագրական աշխատանքով զբաղված Աշոտ Աղաբաբյանի մուտքը գրական աշխարհ զարմացրել էր անգամ ամենամտերիմներին։ Մեր ժամանակակից գրականության մեջ վավերագրական արձակը իհարկե նոր չէ։ Հիշենք թեկուզ Սերո Խանզադյանի Քաջարյանը կամ Ուշեր Դարշյանի Բովտոնը նվիրված աշխատանքի մարդկանց բնավ ոչ հեշտ տարերային, բայց բոլորովին այլ է վավերագրական արձակի այն ուղղությունը, որ հրաշալիորեն հարթում է մեր եկելը, փաստ վավերագրական արձակը համեմելով գեղարվեստով, հրապարակագրությամբ, արկած ու դետեկտիվ հիշեցնող տարրերով, ինչի արդյունքում մենք ունենք բոլորովին նոր որակի գեղարվեստափաստավավերագրական արձակ։ Աղաբաբյանի գրքերը բնավ կոչված չեն մեկի հետաքրքրասիրությունը բավարարել կամ պարապարեցնել։ Այդ գրքերը մեզանից յուրաքանչյուրին օգնում են անցնել ժամանակների միջով և ճանաչել տվյալ ժամանակաշրջանն ու մարդկանց։ Հիմա վստահ կարելի է ասել, որ այդ տարիների ընթացքում նրա մեջ ներկա է եղել, աճել, հասունացել և իր ժամին է սպասել օժտված գրողը, որովհետև հենց առաջին վեպը, Ռեզիդենտը, որով նա 2004-ին իր գրական հայտը ներկայացրեց մեր արձակում, բնավ սկսնակի գործ չէր, այլ հասուն աշխատանք, թե ասելիքի կառուցվածքի առումով, թե լեզվի գեղարվեստական կատարման ու լուծումների տեսակետից։ Վերջին 6 տարիների ընթացքում Աշոտ Աղաբաբյանը 8 նոր վեպ դրեց ընթերցողի սեղանին և բոլորը ստվարածավալ։ Աշոտ Աղաբաբյանը իր վեպերով ու հոդվածներով մեզ տանում է գաղտնիքների, պայքարի և ճշմարտության որոնման աշխարհ։ Նրա հերոսները մեզ սովորեցնում են քաջություն, հավատարմություն, ներքին ուժի կարևորություն։ Նրա գրվածքներում հայրենիքի գաղափարը հնչում է ոչ միայն որպես բառ, այլ որպես ապրում, իսկ մարդու ներքին աշխարհը որպես հավերժ պայքար լույսի ու ստվերի միջև։ Գրողի կյանքի ու գործունեության մասին մանրամասն պատմում է նրան նվիրված ֆիլմը, որն այս հանդիպման անակնկալներից մեկն է։ Լուսանկարներն ու հարազատների պատմությունները ջերմ հիշողություններ են արթնացնում և հուզում գրողին։ Ողջույնի իր խոսքում գրողը հակիրճ է լինում, սակայն մանրամասն ու սպառիչ պատասխանում է իր գրականության երկրպագուների հարցերին։ Ես բարեբախտություն եմ այն առումով, որ իմ ընթերցողները սիրեցին իմ հերոսներին, իմ բոլոր հերոսներին, ու դա ավելի հերթապահ ոչ շատ է պարտավորեցնում, որ խոսում էինք, դուք առաջարկեցիք Քավառեցու մասին գրել, այնքան եմ ինձ մոտենում, տարբեր թեմաները առաջարկելով, մի կյանք չի եկել, որ ես այդքանը գրեմ, ու բարեբախտությունն է, որ սիրեցին իմ գրքերը, ու ամեն նորը գրելիս միշտ բայց մտածել եմ, որ սա մոտոր առաջին, ինչպես կընդունի ընթերցողը։ Աշոտ Աղաբաբյանի հետ հանդիպմանը սկզբից մինչև վերջ առանձնահատուկ տնական տրամադրություն են հաղորդում Գավառի ուսուցողական և մանկապատանեկան կենտրոնների, Գանձակի մշակույթի տան, Գավառի գեղարվեստի դպրոցի աշակերտների աշխատանքների ցուցահանդեսը, Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի նվագախմբի Աննա Սիրականյանի և Աիդա Աղոյանի ղեկավարած Golden Daz սպարային համույթի ելույթները։
Հանդիպմանը ներկա են Գավառ համայնքի կրթական ու մշակութային գրեթե բոլոր հաստատություններից ներկայացուցիչներ։ Մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանն իր երախտագիտությունն է հայտնում բոլորին, օրն իրենց հետ կիսելու ջեր միջավայր ստեղծելու եւ հետաքրքրված լինելու համար, վստահեցնելով, որ Գեղարքունիքի մարզային գրադարանն ու Գավառի համայնքային գրադարանը շարունակելու են մնալ գրողին, ընթերցողին ու գիրքը միմյանց կապող հուսալի կամուրջ։